Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 25-ի համար։ Օրը կիրակի է, դրա համար գնայինք այս քարտերով, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 25-ին։ Այդ օրը հաջողակ օր է, հաջողություններով լի։ Ինչ էլ անեք, հաջողություններ կունենաք, յուրաքանչյուր բան։ Նաև այդ օրը շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ, հնարավոր է մեկ հոգու հետ եք շփվում, բայց կա տարբեր թեմաներից։ Նաև ուշադիր եղեք, որ լեզվակռվի մեջ ուղղակի իրար հետ չմտնեք։ Եվ ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք այդ օրը։ Այսքանը հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 25-ին։ Շատ աշխատանք, հնարավոր է աշխատանքի հետ կապված ինչ-որ գործեր եք անում կամ խոսում եք, ոմանց մոտ կարիերայի բարձրացում, ոմանք կարող են գնալ ոչը ռեստորան, ոչը կինո եւ այլն նման ոչը վայր այցելեք, փակ տարածք, որտեղ որ ոչ բոլորը այդպես կարող են գնալ։ Նաեւ ոմանք կարող են գնալ բժշկական կենտրոն։ Գործերի առաջ խաղացում է, կարող է դանդաղ է գնում, թեկուզ եթե ես քարտով էլ նայենք, կարող է դանդաղ է գնում, բայց գործերը հստակ բարձրանում են վեր, առաջ են գնում։ Նաև այդ օրը ոմանք իրենց գեղեցկությամբ կզբաղվեն, ոմանք իրենց առողջությամբ կզբաղվեն, հնարավոր է ծնողների հետ լինեք, ծնողների տանը անցկացնեք, նաև հավելում ընտանիքում կամ երեխա լույս աշխարհ կգա կամ նաև հղիություն է սա։ Եվ հանդիպում շփում որևիցե կնոջ հետ։ Տեսնենք ով է։ Ուղղակի շատ կշփվեք, ցույց չի տալիս ով է, կին է, դե կարող է լինել ձեր մայրը, ձեր քույրը, ձեր երեխան, այդպես եւ իրար հետ բավականին շատ շփվեք, ուշադիր եղեք, որ լեզվակռվի մեջ չընկնեք նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 25-ին։ Տան գործերով կարող եք զբաղվել, տունը մաքրեք, հավաքեք ու բորկանեք, վեր ու վար, այդպես, նաև ոմանք կարող են տեղափոխվել, ոմանք մտածեն տեղափոխվելու մասին, տան հետ կապված ինչ-որ թեմաների մասին խոսել, մեկ րոպե։ Նաև կամ դուք հյուր կունենաք, կամ նաև հյուր կընդունեք այդ օրը։ Եվ սա նաև կայուն վիճակ է, ոմանք կարող է աշխատանք են գտել կամ ընտանիքը, հարաբերությունները ընտանիքում կայունացել է, ավելի է ամրապնդվել։ Նաև որևիցե գործ կարող է օրինակ որոշում եք տանը ինչ-որ բիզնես սկսել եւ դրա հիման վրա այդպես ինչ-որ մի բանը ոնց որ հիմք եք գցում։ Դե ոնց որ սենյակ եք սարքում եւ այլն, որպեսզի կարողանաք այդ գործերը ձեր անել։ Ոմանց այդ օրը սեր կխոստովանեն կամ դուք կխոստովանեք, ձեզ սիրված կզգաք իրար հետ ընտանիքի անդամներով մեկը մյուսի հետ հիանալի կլինեն, այդպես։ Նաև հարազատներին կարող եք տեսնել։ Հարազատ մարդիկ կարող են գալ ձեր տուն, այդպես իրար տեսնեք։ Կարող է սիրահարվեն ինչ-որ մարդիկ է գնում եք հյուր եւ այնտեղ ինչ-որ մեկին եք տեսնում, սիրահարվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 25-ին։ Առիթ ունեն ոմանք առիթ կարող են ստեղծել նաև, կարող գնալ այգի, կարող եք գնալ
Ոյցե խաղասրահ, կարուսել եւ այլն։ Նաեւ հասարակական ինչ-որ միտեղ, որտեղ շատ մարդիկ կան, կինո, թատրոն, նման տեղեր։ Շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ այդ օրը եւ բավականին էմոցիոնալ կլինեք, եթե դե առիթ է, կարող է այդպես էմոցիոնալ լինեք այդ ամեն ինչ որ այնտեղ կատարվում է։ Եվ նաեւ սա ոմանց համար ռոմանտիկ ժամադրություն է, ռոմանտիկ ընթրիք, նաեւ կարող է ինչ-որ մարդկանց հետ շփվում եք, եթե օրինակ շատ ինչ-որ մարդկանց մեջ լինեք, ոնց որ շփվում եւ ինչ-որ մի բան է մութ մնում իրենց ասածից, ինչ-որ մի բան լիարժեք չեն ասում, ինչ-որ մի բան զգում եք, որ ձեզ այնց գաղտնի պահեցին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առուսներին։ Առուսներին փոփոխություն անկավ, ինչ-որ մի բան պետք է գնա։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 25-ին։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի եք, հաջողություններ ունեք, նոր դռներ կարող եք բացել եւ հիմնովին ինչ-որ մի բան փոխել դրանով ձեր կյանքում։ Հնարավոր է նաեւ ինչ-որ մի բան եք փակում եւ այդպես եք հիմնովին էլի փոխում ձեր կյանքում ինչ-որ մի բան։ Եթե վիրահատություն ունեք այդ օրը հիանալի կանցնի, եթե վեճ ունեք հիանալի կանցնի, միայն դե այստեղ ուշադիր եղեք, չնայած սա այստեղ վեճ չի ավելի շատ։ Դե ուշադիր եղեք, ուղղակի այդ օրը չվիճեք ինչ-որ մարդկանց հետ եւ ձեզանից հեռացնեք ուղղակի։ Սա նաեւ ուղղակի ուշադիր եղեք սուրգործիկների հետ, ես ասում եմ միշտ, ես այսօր էլի սուրգործիկներով ինձ եմ վնասել, ասում եմ, ես բան չեմ անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 25-ին։ Երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ կան։ Հնարավոր է առիթ է, ծնունդ է, նաև հղիություն, ծննդաբերություն դա կարող է լինել։ Ոմանք նոր գործ կարող են սկսել, նոր բիզնես, այդպես ոգևորված, էմոցիոնալ, այսպես տարերքի մեջ, հա կարող եք ինչ-որ մի բան սկսել կամ նոր կյանք է սա նաև ոմանց համար։ Եվ այդ օրը կամ դուք կփորձեք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, կամ ձեզ հետ կփորձեն ծանոթանալ, նաև նորություններ կլսեք, հյուրեր կարող եք ընդունել, հյուր գնալ կարող այդտեղ թորները գալիս են, զարմանում եք, էմոցիոնալ եք, որ թորները եկան ու այնպես է ստացվում, որ երկու երեխայի թորները եկան, հա, այդպես դա է էմոցիոնալ։ Եվ առույգ կլինեք, ինչ-որ գործեր կանեք, այնպես կհասցնեք բավականին շատ բաներ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքների մայիսի 25-ին։ Հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ եւ կուրախանաք, ինձ թվում է այդ տղամարդուն տեսնելով կամ գնում եք տղամարդու առիթին եւ այնտեղ եք տարբեր մարդկանց տեսնում, ուրախանում եք եւ այդպես կամ որևիցե առիթի ժամանակ այդ մարդուն եք տեսնում կամ դրսում նաեւ։ Տեսնենք ով է ամենայն դեպս այս մարդը։ Կամ փաստաթղթի հետ է կապված։ Կարող է օրինակ իրավաբան է, ինչ-որ մի բան է, որը ժամանակից շուտ ձեզ է ասում, օրինակ գիրակի օրով անգամ, նաև ինչ-որ մեկն է, ում հետ որ կարող եք հետո նամակագրական կապի մեջ լինել, իրար գրեք նամակներ, այդ օրը տեսնելուց հետո իրար գրեք, միգուցե նոր եք սիրահարվում, այստեղ նոր հարաբերություններ սկսում աղջիկների համար, չնայած տղաների համար եւս կարող է սկսել, իրենք էլ արդեն աղջիկների հետ կշփվեն։ Նաև այդ օրը ուրախ եք, տրամադրությունը բարձր է եւ ոմանք կգնան առիթի, ոմանք կարող են գնալ կինո, թատրոն, այգի, ինչ-որ տեղ, որտեղ որ շատ մարդիկ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 25-ին։
բավականին ուշ կունենաք, եռանդ կունենաք, այդ որ ինչ-որ գործեր անելու համար, նաև սա անվտանգության աշխատող է, այնպես որ ուշադիր եղեք, եթե մեքենա եք վարում, կարող են կանգնեցնել, եւ իհարկե սա ինչ-որ մեկն է, որ ձեզ ձեռ կմեկնի, ձեզ կօգնի, կամ ձեր դժվար հարցեր, ինչ եթե դժվար հարցեր ունեք, ինքը ձեզ օգնում է, թեկուզ կարող է նաև ֆինանսապես է ձեզ օգնում, եւ այդ օրը ոմանք երեխաների հետ կապված իրադարձություններ ունեք կամ երեխաների համար եք անհանգիստ այստեղ լարվում եք բավականին շատ բորբոքվում եք, կարող չեն լսում երեխաները ձեզ կամ ինչ-որ մի բան եք իմանում երեխաների մասին, նաև այդ օրը կարող է որոշում եք բիզնես բացել եւ ինչ-որ կամ բիզնեսի մեջ ոչ փաստաթղթերի հետ կապված կամ այդ ինչ-որ մի բան կա, որը որ ձեզ անհանգստացնում է եւ սպասում եք, թե երբ եք գնալու օրինակ անվտանգության այդ տեղը կամ հարկային կամ եւ այլն, որտեղ որ կա ինչ որ մի բան այդտեղ տենց բորբոքված կարող նաեւ հաջորդ օրը վերկանալ գնալ։ Ոմանք այստեղ ուղակի գաղտնիք է բացահայտվում եւ դրանից կարող եք այդպես լարվել, այդպես անհանգստանալ։ Հեսա մարդը բորբոքվում է, այդպես, իսկ հետո արդեն դե արևը դուրս է գալիս եւ դուք էլ ինքներդ կարող եք հանգստանալ, հետո մի հատ լավ վերլուծել, թե այդ ինչ էր եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 25-ին։ Երեխաների հետ կապված իրադարձություն է այդ օրը։ Ինչ-որ բաներ են կատարվելու ոմանց մոտ ծնունդ է, ոմանց մոտ ոչ ինչ-որ առիթ է երեխայի հետ կապված հղիություն, ծննդաբերություն, թորները կարող են գալ ձեր տուն կամ երեխաներին տանեք տատի պապիների տուն, հա, իրենք այնտեղ պահեն, նաև ոմանք կարող են նոր բիզնես եք սկսում եւ այստեղ ինչ-որ փաստաթղթեր եք փորձում ձևակերպել, Շտե կիրակի եւ այս կարող ինչ-որ բաներ եք հավաքում, թեկուզ եթե քսերոքսի տեղերը բաց են, դրանք եք անում եւ այլն, հա, պատրաստում դնում եք։ Նաև այդ օրը ձեզ ավելի հասուն կզգաք, ավելի մեծ, ավելի իմաստուն, ձեր կյանքը ինչ-որ իմաստ կստանա, գուցե այստեղ երեխաներից նորություն եք ստանում, կարող երեխաների հետ չեք շփվում եւ գրում են ձեզ, նա ինչ-որ մի բան է, որը ձեզ իմաստ է տալու, սա նաև կարգավիճակի փոփոխություն է, ոմանց մոտ նաև կարող է լինել պաշտոն, ինչ-որ դիրք, կարող աշխատանքի վայրում, որից են նոր դիրք են տվել ձեզ, դա պետք է արդեն անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծեղջյուրներին։ Ինչ է սպասվում այծեղջյուրներին մայիսի 25-ին։ Փոփոխություն ձեր կյանքում, փոփոխություն կմտնի, ինչ-որ մի բան է գնալու, այսպես թե այնպես փոփոխություն է դա մտցնելու ձեր կյանք։ Ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, տեղափոխություն, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, դա կարող է հիմնովին փոխել ձեր կյանքը։ Տեսնենք ով է այս կինը։ Սա ուրիշ բան է։ Նաև այդ օրը ինչ-որ մի բան կգնա, միևնույն է ձեր կյանքից նորին տեղ բացելու համար, հանգիստ թողեք, թող գնա, մարդը նաև ինչ-որ մի բան է կորցնում, օրինակ հասարակ մի բան, կարող է ոնց որ տուն եք տեսել, սպասում եք պատասխանին, կամ ինչ-որ դուք մտածում եք այդ տունը այլևս չկա, տվեցին ինչ-որ մեկին, օրինակ ինձ մոտ այդպես է լինում, ինչ-որ մի բան եմ կորցնում, վերջերս հատկապես բավականին տուն այդպես ձեռքիցս բաց թողեցի, կորավ, գրեցին, որ այլ չկա այդ տունը։ Դա հա կարող է լինել։ Ամեն մեկի մոտ ինչ որ մի բան է։ Նաև այդ աղջկա հետ ոմանք կարող են ժամադրվել, դա տղաների համար կարող է լինել նաև։ Եվ կարող է նաև այդ աղջկա ծնունդն է, առիթն է, նվերներ, անակնկալներ, այդպես ուրախ տրամադրություն, կամ այդ աղջկա հետ կարող է գնալ ինչ-որ միտեղ եւ ուրախ տրամադրությամբ տուն վերադառնալ կամ ինչ-որ միտեղ է, որտեղ որ էլի եւս ձեզ լավ կզգաք։
Նա կարող ընկերուհի է եւ իրարից ինչ որ մի տեղ է գնում։ Եվ տղաների համար է սա արդեն ժամադրություն է սա, սիրո հետ է կապված։ Կողո ծնունդն է կամ հղի է, կողո ձեր քույրն է, այստեղ հղի է եւ գնում ուրախանում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 25-ին։ Դա ինչ-որ մի բան կկտրեք, կգցեք ձեր կյանքից այդ օրը, ինչ-որ մի բան է քանելու, ինչ-որ մի բան է փոխվելու հիմքից։ Նաև ուշադիր եղեք, որ ինչ-որ մեկ հետ չվիճեք եւ իրեն հիմքից չհեռացնեք։ Սա նաև հիմքից ինչ-որ մի բան է իրոք փոխվում է սա։ Մենակ եթե բիզնես ունեք, կարող եք հիմքից փոխել այն եւ մեկ այլ ձևով սկսել աշխատել կամ աշխատացնել։ Նաև սա տարածքն եք փոխում, մարդիկ կան, չէ՞, ինչքան էլ որ փոխում են տունը, էլի փնտրում են նույն տարածքում։ Ձեզ մոտ բացարձակ շատ հեռու կարող է լինել այդ նոր տարածքը, նոր տունը, նոր ինչ որ երկիրը, հա, մի խոսքով կարող բավականի կտրուկ որոշում կայացնել օրինակ եւ տեղափոխվել այդ վայրից, այդ գործից նաեւ, ինչ որ մի բան է այստեղ։ Եվ դուր ինչ որ փոփոխություն, որից հետո շարունակելու եք ձեր ճանապարհը մեկ այլ ձևով, մեկ այլ տեղ, ոնց որ նման տիպ ինչ որ մի բան։ Եվ ոմանք էլ իրենց գործերը ուղղակի առաջ կգցեն այդ օրը։ Ինչ որ մնացել էր, այդ ամենը կանեք ի վերջո կավարտեք։ Եվ այդ օրը հանդիպում շփում ունեք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Ընտանիքի անդամ է կամ բժիշկ է, կամ ձեր քույրն է, կամ ինչ որ մասնագետ է կարող վարսահարդար նաև լինել։ Ինչ որ մեկն է, ում մոտ կարող եք գնալ, կին է, կին է, բժշկականի հետ ինչ որ ավելի շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 25-ին։ Երեխաների հետ կապված որևիցե իրադարձություն ունեք այդ օրը, նաև հնարավոր է այստեղ հղիությունը, ծննդաբերությունը, նաև կարող է դա լինել նոր բիզնեսի սկիզբ, բայց այստեղ խոչընդոտներ կան, ինչ որ փոփոխություն եք ուզում անել ձեր բիզնեսում, այստեղ ասեմ, որ խոչընդոտներ կան, խոչընդոտներից հետո նոր կկարողանաք փոփոխություն անել ձեր գործունեության մեջ, նաև ձեր կյանքում, դա եւս, պետք է ինչ որ մի ձևով, ինչ որ բանի միջով անցնել։ Եթե այդ օրը թեկուզ եթե ուզում եք սկսել, հա, մի փոքր այստեղ նայեք, որ ինչ որ խոչընդոտներ կան, պետք է հաղթահարեք։ Նաև երեխաների հետ կապված է այստեղ։ Մի փոքր ուշադիր եղեք, ովքեր հատկապես հղի են, շատ ուշադիր եղեք, ինչ որ ծանր բաներ մի վերցրեք, համ այդպես։ Նաև դե թորները կարող են գալ կամ ուզում եք թորներին տեսնել, էլի նույնիսկ խոչընդոտներ կան, չեք կարողանում իրենց տեսնել, օրինակ տեղ են գնացել, երեխաներին տալ են այգի եւ այլն, չեք կարողանում, հա, չեմ բերում ձեր տուն եւ այլն։ Նմանատիպ ոչ է մի բան է, հա, ոնց որ այդ ամենի հետ կապված, բիզնեսի եւ երեխաների հետ կապված։ Ինչ որ բան եք ուզում գնեք երեխաներին եւ չեք կարողանում գնեք։ Պետք է խոչընդոտները կարողանաք հաղթահարել, հետո նոր փոփոխություն տեղի ունենա ձեր կյանքում այդ օրը։ Նաև փոփոխություն, սա նաև կարող է, գիտեք, ովքեր որ չէին հղիանում, կարող է այդպես պայքարել եք արդեն, որպեսզի հղիանաք։ Այստեղ կարող է արդեն հղիություն կա։ Եթե երկար ժամանակ է, օրինակ, խնդիրներ կային, խոչընդոտներ կային երեխա ունենալու հետ կապված։ Ոմանք կարող են հղիանալ, ոմանք նաև կարող են ծննդաբերել այդ օրը։ Նաև փոփոխությունը դա կարող է լինել ընտանիքի անդամների հետ կապված եւ հավրը այստեղ ձեր երեխաները գնում են։ Ոմանց երեխաները այդ օրը կգնան տանից, գնալ առանձին ապրել, կարող են գնալ օտար երկիր, ինչ որ մի բան է այստեղ։
որը ձեր սրտով չի։ Նաև փոփոխությունը դա դուք ինքնդ էլ կարող եք տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, նաև ինչ-որ մեկ այլ տուն։ Եվ փոփոխությունը յուրաքանչյուր ոլորտում դա կարող է տեղի ունենալ։ Ինչ-որ փոփոխություն կարող մտնել ձեր կյանք։ Այսքան ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։